Տավուշի մարզում 4 գյուղերի և Վայոց ձորի հետ կապված այդ 16+5 միլիոնների ծրագրի հետ կապված մի հարց կա, որը համառորեն լուծում չի ստանում։ Ճիշտ է, այդ ծրագիրը պետությունն է իրականացնում, պետության հովանավորությամբ, պետությունն է վճարում գումարները, բայց մարդկանց մերժում են տարիներ առաջ ուշացում ունենալու համար, դահկի հետ խնդիր ունենալու համար, ի վերջո որն էր այդ խնդիրը, որ այդպես էլ այդ հարցը չլուծվեց ու մարդիկ կային, որ իրոք այդ ծրագրին պետք է տուն ունենային, որովհետև իրենց ուժերով, իրենց աշխատավարձով, իրենց աշխատանքով մոտակա 30 տարում իրենք ինքնուրույն տուն չէին կարող սարքել։ Որն էր պատճառը, որ այդ հարցը այդպես էլ լուծում չգտավ։ Պարոն Ազարյան, հիմա հարցի հետ կապված փորձում ենք լուծում գտնել, արդեն խոսել ենք գործընկերների հետ ֆինանսների նախարարության եւ բանկերի։ Խնդիրը ի սկզբանե եղել է այն, որ այդ մարդիկ ունեցել են վատ վարկային պատմություն։ Այսինքն վատ վարկային պատմության դեպքում նոր վարկ տրամադրելը նորմալ պրակտիկա չի բանկային համակարգում, ուստի փորձում ենք որոշակի լուծումներ գտնել, որոնք որ համ կօգնեն մարդկանց, համ էլ չեն վտանգի ֆինանսական կայունության ինստիտուտը։ Աշխատում ենք ձեզ տեղակ կպայենք անպայման։